թրիփ նախագծի խափանումը արդեն իսկ պատերազմի մեկնարկ կարելի է համարել, որովհետև եթե չենք գնում խաղաղ ճանապարհով ճանապարհների ապաշրջափակման, բնականաբար դրան հետևելու են ինչ-ինչ գործողություններ Հայաստանի դեմ։ Այս ամեն ինչը դրա մասին է խոսում, ընդդիմության թաքնված ծրագրերի մասին է խոսում։ Ինձ թվում է արդեն անթակույց, որովհետև Ռոբերտ Քոչարյանը անգամ չթաքցրեց, ասաց Հայաստանը եւ հայ ժողովուրդը ունի մեծ սփյուռք, մենք պիտի չսահմանափակվենք այդ 29007 կամ 800-ով, թիվն էլ չէր հիշում կողքից անպայման միշտ հուշում են, բայց այնուամենայնիվ, եթե անգամ չսահմանափակվենք, ում հաշվին, պարոն Չախոյան, Թուրքիա, Ադրբեջան։ Տեսեք, ամբողջ խնդիրը հենց դրանումն է։ Եկեք մի բան պարզ ու հստակ հասկանանք։ Հայաստանի Հանրապետությունը ունի սուվերեն, միջազգայինորեն ճանաչված տարածք։ Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է չսահմանափակվել այդ տարածքով։ Շատ լավ, իսկ ինչ է առաջարկում։ Ինչ է նշանակում չսահմանափակվել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով։ Դա մի բան է նշանակում։ Եկեք աչք դնենք ուրիշների տարածքների վրա։ Ում տարածքների վրա։ Բնականաբար Հայաստանի հարևան պետությունների տարածքների վրա, Իրանի տարածքի վրա, Վրաստանի տարածքի վրա, Ադրբեջանի տարածքի վրա, Թուրքիայի տարածքի վրա, չսահմանափակվել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով, այդ նշանակում է հարևան պետություններից փորձել տարածքներ պոկել։ Այսինքն պատերազմ հայտարարել այդ պետություններին։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը լավ կլիներ ասեր, թե որ պետությանն է պատրաստվում պատերազմ հայտարարել։ Ռոբերտ Քոչարյանը լավ կլիներ նաև ասեր, թե ինչ միջոցներով է պատրաստվում պատերազմ հայտարարել հարևան պետություններից որևիցե մեկին, լավ կլիներ ասեր, թե ում երեխաների արյան գնով է պատրաստվում պատերազմ հայտարարել,